Մեր շրջանում վերջին ժամանակներում թափառող շների քանակի աճը լուրջ մտահոգություն է առաջացնում բնակիչների շրջանում։ Անկախ տարվա եղանակից թե ձմռանը, թե ամռանը գրանցվում են ագրեսիվ պահվածքի դեպքեր, որոնք վտանգ են ներկայացնում հատկապես երեխաներին, տարեցներին և միայնակ անցորդների համար։ Փողոցներում ազատ շրջող շները հաճախ հավաքվում են խմբերով, ավելացնելով վախի ու անապահովության զգացումը։ Թափառող շաներում մասին շատ անգամ խոսել ենք, այդ սայլը հեշ մի անգամ այդտեղ են չէ շարժվե, կարաբը գայլաձուգը խեցկեդինը, մեկը օդ է քաշե, մեկը ցամաք է քաշե, մեկը ջուր է քաշե։ Այս խնդիրը երևի լուծում է դժվար թե ունենա։ Մեր մունիցիպալիտետի մեջ պետք է անպայման մարտում սարքել պիտոմնիկ։ Մեր բյուջեն այդքան չի հերիքեն, որ պիտոմնիկը բանա, աշխատող բայ, այդ շաներուն կերագերը, գոնե ենին այսի ձևին։ Ես պատրաստ եմ բոլոր մեր շաներուն ստերջացնել անվեճար։ Ես պատրաստ եմ։ Բիրքանզակին գոնե չշադանան։ Երկրորդը, այս մարդիկը չեն պատկերացնի, որ եթե շունը երեխին վերահասնի, թեկուզ չխածի, այդ երեխան կունենա ինչ հոգեբանական ստրեսի կենթարկվի։ Ինչ եմ ես քեզ շատ անգամ ենք խոսել, բայց հարցին լուծում չի եղել, հեշ մի անգամ չեն, ես նորեն կերգնեմ, ես պատրաստ եմ անվեճար ստերջացնել բոլոր շաներուն, թող հավաքեն բերին։ Օրական 2 հատ 3 հատ կնանք ստերջացնել բիրքանզարգե, որ այդ շունը վեր շաննոր բիրքայի զարգած, որից այդ շունը ստերջացված է։ Այսինքն էլ չի ցակնի։ Պրապես մե 30 շուն։ Այս շունն է մուսրքինքով կետը դիկերի պայքարը։ Դիկերի պայքարը։ Այդ 30 շունը պատկերացում մեկին ձերքեն կփախցնեն։ Մեկ թույեն գուքագը, այդ մարդը չի մտածում շունի են վերագը հասնի, բայց վերջ մարդը վախենանգը։ Շների ագրեսիվ պահվածքը կարող է պայմանավորված լինել սովով, ցրտով, տարածքի պաշտպանության բնազդով կամ նախկինում մարդկանց կողմից վատ վերաբերմունքով։ Հատկապես գիշերային ժամերին և մարդաշատ վայրերից հեռու հատվածներում իրավիճակը դառնում է առավել վտանգավոր։ Բնակիչները նշում են, որ նման դեպքերը սեզոնային չեն և շարունակվում են ամբողջ տարվա ընթացքում։ Նինոց մինդայում շատ կան թափառող շաներ, ինչու՞ չէ նաև գյուղերն ագերտան, որը շատ վտանգ կներկայացնի յուրաքանչյուր մարդու, մենակ վախը հերիք է, չխածեի աուրա մարդուն վերատա շաքար կրնա ունենա։ Դե այդ հարցով այդ ման շատ հետաքրքրվող չկար ինչ-որ ձեռնարկումներ են։ Բաթում իմացել եմ, որ շաներուն համար հատուկ տեղ կը սարքեն, որ թափառող շաներուն հոտ են։ Վեր նոր շատ կովելի փաստ է, լավ կլինար մեր քովային, որպեսզի երեխաներուն, մեծահասակներուն վնաս չպատճառեն թափառող շաները։ Թափառող շուն է, բամբա չես կրնային, բայց որ քեզի վնաս կուտան, սատկեսնես դուկան կմուծես, չես հատկեսնես քեզի է վնաս։ Շատ մեծ լուրջ խնդիր առաջ է կայնած ժողովուրդը այդ հարցով, որովհետև յուրաքանչյուր պահ կռա շունը մարդուն վախեցնի։ Թե գիշերը, թե առավոտը, թե ցորեգը։ Իհարկե շատ վտանգավոր է, եթե հնարավորություն լինար հոս մետեղը լիքը տարած կա հոս։ Գոնե մետեղը այդ մաշաներուն են թափառող շաներուն, ասենք իման շատ հազարավոր շուն չկա, որ այստեղ հազարավոր շուն կա տեղ չունի։ Մի գոնե մի փոքրիկ տեղը, որ թափառող շաներուն բեռնեն, տան հատուկ մարդ վարձեն, գերագրեն չաներուն, համ ժողովրդին լավ, համ այդ չաներուն լավ։ Հատկեսնելը դիք չի կարելի։ Շունը ինչպես միշտ հավատարիմ կենդանի է, բայց մեկ է շունը իր շնությունը կենե։ Բայց որ այստեղ այդ ձեռնարկությունը ապահովեն շատ լավ կլինի։ Բայց քանի որ չկա, իհարկե վտանգը շատ է։ Բայց գոնե մետեղը, գոնե մի բանը ալին այստեղ։ Օրսենք որ այդ մի բանին ապահովենք, ոսկին գիտենք որ նինոց մինდა քաղաքի մեջ շաներուն թափառող համար մետեղը կար, վնաս չի դա։ Կերնան պապերնեն տանին ցակին այդ տեղը։ Բայց ներգաբային չկա, ալինա լավ է։ Խնդրի լուծման համար անհրաժեշտ է համապատասխան կառույցների միջամտությունը կենդանիների հաշվառման, ստերիլիզացիայի և վերահսկման ծրագրերի իրականացման։ Միևնույն ժամանակ կարևոր է բնակչության իրազեկումը, ինչպես ճիշտ վարվել թափառող շների հանդիպելիս։ Միայն համատեղ և պատասխանատու քայլերի շնորհիվ հնարավոր կլինի նվազեցնել վտանգը և ապահովել մարդկանց անվտանգությունը մեր շրջանում։